Բարի կեսօր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Գերլարված վիճակ է տարածաշրջանում, զոհեր Իրանում, մարտեր Հալեպում, ինչ վիճակ է հայերի շրջանում։ Հրաժեշտի հանդիպում Հայաստանում, ինչ են քննարկել Քրիստինա Քվինն ու Փաշինյանը։ Սամվել Կարապետյանին արգելում են այցելել հոր գերեզմանին, ինչ են ձեռնարկել փաստաբանները։ Ապահովագրություն կա, իսկ բուժառու Փաշինյանի կանխատեսած գրոհը չկա, փոխարենը կան հարցեր։ Թրամփը աչք է դրել Գրենլանդիայի վրա, ինչ գին է առաջարկել աշխարհի ամենամեծ կղզու համար։ Երեկվանից Սիրիայում վիճակը չի հանդարտվում, ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ է։ Գիշերվա ընթացքում Հալեպում ռմբակոծության հետևանքով հայեր են տուժել։ Մեծ զրույցում հայտնել է Հալեպի հայ համայնքի խոսնակ Ժիրայ Ռեյսյանը։ Վնասվել են նրանց բնակարաններն ու մեքենաները։ Քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լսվում են կրակոցների ու հարվածների ձայներ։ Թաղամասերի մի մասը հայտարարված է զինվորական գոտի։ Բնակիչներին կոչ են անում լքել այդ տարածքները։ Չնայած խանութների մի մասը բաց է եւ մարդիկ կարողանում են հաց ու առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերել, իրավիճակը նորմալ համարել չենք կարող։ Արդեն կան ընտանիքներ, որոնք դուրս են եկել իրենց տներից։ Համայնքները փորձում են միմյանց աջակցել։ Բացել են ապաստարաններ, աշխատում են կամավորները եւ Կարմիր խաչի բուժկետը շարունակում է գործել։ Վիճակը սրվել է նախօրեին, բախումներ սկսվել են սիրիական բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, մարտերը տեղափոխվել են բնակելի հատվածներ, կան զոհեր և վիրավորներ։ Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ գրասենյակը չեն փակելու, կընդունեն դիմումներ։ Ինչ վիճակ է հայերի շրջանում, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հալեպում ամբողջ գիշեր երկինքը որոտում էր։ Սիրիական բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև կրկին բախումներ են։ Զոհեր ու վիրավորներ կան, հայտնում են Հալեպում բնակվող մեր աղբյուրները։ Մարտերը բնակելի թաղամասերում են, որն արդեն զինվորական գոտու է վերածվել։ Պահանջված է զինվորական իշխանություններն, որ այդ թաղամասի բնակչությունը բարբե իրենց տուները կամ դուրս կան իրենց տուներեն, որպես զինվորական կոդի նոր ընթարումներու մեջ ավելի զոհեր չունենալու պատկերացումով։ Փակ են դպրոցները, պետական հաստատությունները, օդակայանը։ Հալեպը նորից կրակի մեջ է։ Հալեպահայ մեր զրուցակիցը պատմում է, որ նոր գյուղ թաղամասում բախումների ընթացքում վնասվել է քոլեջի շենքը, որտեղ դեռ աշխատում էին 2 մասնագետ։ Ռմբակոծվում են բնակելի շենքեր ու կրթական հաստատություններ։ Գանձասար պարբերականի փոխանցմամբ կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Նոր գյուղ, Շեյխ Թահա, Ճալա, Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ, Վիլլաներ, Սուլեյմանիե շրջաններում լսվում են ռմբակոծության եւ հրաձգության ձայներ։ Շենքերի վրա երևում են փամփուշտի հետքեր։ Հալեպահայերը նշում են, որ հասցրել են խաղաղ անցկացնել Սուրբ Ծննդյան պատարագը հայկական եկեղեցում եւ ավարտել փոխադարձ շնորհավորական այցերը ազգային առաջնորդարանում։ Սակայն լարված իրավիճակի պատճառով Սուրբ Ծննդին հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել։ Արաբագետները Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի և սիրիական բանակի միջև բախումները կապում են քրդական ուժերին ճնշելու Սիրիա-Թուրքիա համատեղ գործողության հետ։
2025 թվականի մարտի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սիրիայի դեմոկրատական ուժերը պետք է ինտեգրվեր Թուրքիայի զինված ուժերին, իսկ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները փուլ առ փուլ փոխանցվեին կենտրոնական իշխանությանը։ Սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այժմ չի իրականացվում։ Աբրահամ Գասպարյանի խոսքով տեղի ունեցողը քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժեր կոալիցիան ճնշելու եւ վախեցնելու փորձ է Թուրքիայի աջակցությամբ։ Ինչ խնդիր է դրված։ Քրդերը ինչ հեռանկար պիտի ունենան այս տարածաշրջանում։ Թուրքիան ունի հստակ նպատակ, որ Սիրիայի հյուսիսային եւ հյուսիսարևելյան ամբողջ շրջանները, որոնք հիմնականում քրդաբնակ են եւ Թուրքիայի սահմանակիցն են, ունեն անվերապահ աջակցություն, եթե չասեմ, նույն Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղն են կամ ֆիլիալն են։ Հետագայում երբ 13 թվականին ձևավորվեց այդ Սիրիայի դեմոկրատական ուժերը, հիմնականում քրդական ուժերից բաղկացած, սա այն գլխավոր մտավախությունն է եւ գլխացավանքը Թուրքիայի համար, որովհետեւ գտնվում է հենց սահմանին։ Սիրիայում կրքերը դեռ չեն թուլանում։ Եվ չեն թուլանա, քանի դեռ կողմերը փոխադարձ ճնշումների քաղաքականություն են վարում։ Աբրահամ Գասպարյանի գնահատմամբ Թուրքիան հաջողության չի հասնելու քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ պայքարում, քանի դեռ նոր մերձավոր արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցը քրդերն են։ Հալեպում վիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, բախումները շարունակվում են, պայմանավորվածությունները չեն գործում, իսկ վտանգի տակ կրկին խաղաղ բնակիչներն են։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Վիճակը շարունակում է լարված մնալ նաև Իրանի մի քանի քաղաքներում։ Հարավարևմուտքում Լորդեգան քաղաքում անկարգությունների ընթացքում զոհվել է 2-ից ավելի մարդ, վիրավորվել մոտ 30-ը։ Տեղեկությունների համաձայն բողոքի ակցիայի մասնակիցների մեջ եղել են հրազենով զինված անձինք։ Սակայն աշխարհը կանգնած է ավելի լայն ուժերի վերաձևումների առջև։ Վենեսուելայի նախագահին գերեվարելուց հետո Թրամփը այժմ էլ ուշադրությունը կենտրոնացրել է Գրենլանդիայի եւ Կուբայի վրա։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այս գլոբալ զարգացումը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար, ներկայացնում է Սեդա Մակարյանը։ Միացյալ Նահանգներն ընդլայնում է իր ազդեցության սահմանները եւ այդ հարցում վճռական է տրամադրված։ Վենեսուելայից հետո Վաշինգտոնի թիրախում են արդեն Գրենլանդիան եւ Կուբան։ Թեպետ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Գրենլանդիան գնելու տարբերակն է նախընտրելի, այդուհանդերձ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել նաեւ ռազմական սցենարը։ Մասնագետների գնահատմամբ Թրամփի իրական նպատակը Գրենլանդիան չէ, այլ Դանիան։ Միջազգայնագետի համոզմամբ Թրամփի զավթողական քաղաքականությունն ուղղված է Չինաստան, Ռուսաստան, Իրան, Իրաքի դեմ։ Խնդիրը, որը փորձում է կամ փորձելու է լուծել Միացյալ Նահանգները, դա Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի ազդեցությունը արևմտյան կիսագնդից, որը համարվում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի գոտին կամ հետաքրքրությունների գոտին, այստեղից դուրս մղելը եւ դա լրացնում սեփական ազդեցությամբ։ Վենեսուելայի նախագահի գերեվարումից հետո Վաշինգտոնը խիստ պայմաններ է ներկայացրել երկրի փոխնախագահին։ Պահանջներից մեկը նախատեսում է Վենեսուելայից Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Կուբայի ներկայացուցիչների անհապաղ նաեւ այդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների լիակատար խզում։ Նույնիսկ Վենեսուելայի փոխնախագահի դառնալը ժամանակավոր պաշտոնակատար, սա եւս կարծում եմ ժամանակավոր է եւ նա կփոխարինվի Միացյալ Նահանգների համար շատ ավելի լոյալ եւ շատ ավելի, ասենք, թե գաղափարական, թե քաղաքակրթական առումով ավելի
Միացյալ Նահանգների գծին պատկանող ուժերով։ Միաժամանակ Դանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Գրենլանդիայի դեմ ցանկացած ուժային գործողություն կարող է նշանակել ՆԱՏՕ-ի վերջը։ Սա իհարկե շատ էական ինտրիգ է, այսինքն Միացյալ Նահանգները ինչպես կփորձի լուծել այս հարցը, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ միայն Դանիայի դիրքորոշումը չէ, Բրիտանիայի վարչապետն էր հայտարարել, որ Գրենլանդիայի ճակատագիրը պետք է որոշեն Գրենլանդիայի բնակիչները եւ Դանիան, որին պատկանում է կղզին։ Սպիտակ տան թե Լատինական Ամերիկայում իրականացվող գործողությունները միտված են թմրանյութերի, ապօրինի շրջանառության եւ միգրացիայի դեմ պայքարին, մասնագետները համարում են պատրվակ։ Ըստ նրանց Թրամփը հետապնդում է բոլորովին այլ աշխարհաքաղաքական նպատակներ։ Եթե Միացյալ Նահանգները գնա այստեղ ստատուս քվոյի փոփոխության, սա նշանակելու է Եվրամիության սահմանների վերաձևում։ Ընդ որում այս հանգամանքը կարող է ստեղծել նաև նախադեպ, այսինքն կարող է դառնալ նախադեպ եւ կասկած չկա, որ եվրոպացիներին նաև հենց այս հանգամանքն է մտահոգում, բայց նաև դատելով Միացյալ Նահանգների վերաբերմունքից եւ ազգային անվտանգության ռազմավարությունից Նահանգների այսօրվա վարչակազմին խոշոր հաշվով այդքան էլ չի մտահոգում ՆԱՏՕ-ի ճակատագիրը առնվազն իր այսօրվա տեսքով։ Փորձագետների կարծիքով Թրամփի ծրագրի հաջողության դեպքում առավելագույն զգոնություն պետք է ցուցաբերի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Վերջին շրջանում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ Թեհրանում արդեն կրահում են Թրամփի ծրագրերի շարունակականությունը։ Ոչինչ բացառել պետք չէ, բայց այդուհանդերձ կարծում եմ այստեղ խաղի տրամաբանությունը եւ մակարդակը այլ է։ Չեմ բացառում իհարկե, որ Միացյալ Նահանգները կփորձի իր շահերը այստեղ պաշտպանել հենց ուժի գործոնը խաղարկելով, այսինքն ցույց տալով, որ պատրաստ է ուժի կիրառման, փորձելով այդ կերպ ճնշում բանեցնել ոչ միայն Իրանի, նաև նույն Ռուսաստանի եւ Չինաստանի ուղղությամբ։ Եվրոպական միությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ արձագանքելով Սպիտակ տնից հնչող սպառնալիքներին, սակայն այդ հայտարարությունը Թրամփը փաստացի անտեսել է։ Փորձագետների գնահատմամբ ոչ ՆԱՏՕ-ի ճակատագիրը, ոչ էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները այս փուլում Վաշինգտոնին չեն հետաքրքրում։ Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի կոշտ քաղաքականությունը ըստ վերլուծաբանների կարող է հանգեցնել աշխարհի քարտեզի նոր վերաձևումների։ Սեդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նրա խոսքով հանդիպումը հնարավոր է կայանա Վաշինգտոնում։ Մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովի արդյունքները, Զելենսկին նշել է, որ դաշնակիցներից այդպես էլ որևէ հստակ պատասխան չի ստացել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ադրբեջանում Սոկար պետրոլեումի բենզատար մեքենան պայթել է լիցքավորման ժամանակ։ Պայթյունի հետևանքով կա զոհ եւ վիրավոր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է խոսել աշխարհի եւ տարածաշրջանի առջև ծառացած սպառնալիքների ու էներգետիկ ռեսուրսների համար պայքարի մասին։ Հորիզոնում ի հայտ է գալիս էներգետիկ ռեսուրսների համար նոր եւ շատ ագրեսիվ մրցակցություն։ Արևմտյան աշխարհն աստիճանաբար կորցնում է այն փաստարկները, որոնք տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրներին սպառնալու համար, նշել է նա։ Ռուսաստանում հանգստի գոտում մասնավոր ուղղաթիռ է կործանվել։ Այն խճճվել է ճոպանուղու պարանների մեջ։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ չկան։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Արաղչին այն պայմանավորել է Ամերիկայի վարած քաղաքականության հետ։ Վաշինգտոնն ավելացնում է իր ռազմական բյուջեն, ոչ թե 1, այլ 1.5 տրիլիոն դոլար բանակի համար։ Միացյալ Նահանգների նախագահն է հայտարարել։ Գումարի ավելացումը Միացյալ Նահանգների նախագահը կապել է ավելի խոցելի եւ վտանգավոր ժամանակների հետ, նշելով, որ այն կօգնի ունենալ երազանքների բանակ։ Նախագահի այս որոշումը լրագրող Թաքեր Կարլսոնին ստիպել է կարծել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է պատերազմի։ Այդպիսի ռազմական բյուջե բնորոշ է երկրի, որը պատրաստվում է համաշխարհային կամ տարածաշրջանային պատերազմի, հայտարարել է նա։ Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Ատլանտյան օվկիանոսում ռուսական մարիները լցանավը կալանելու մասին։ Նշվում է, որ նավի առգրավման պատճառը ամերիկյան պատժամիջոցներից խուսափելն է։ Բացի այս, Միացյալ Նահանգների հարավային հրամանատարությունն էլ հայտնել է Կարիբյան ծովում Սոֆիա անունով տանկերի կալանման մասին, որը նավարկում էր առանց որևէ պետության դրոշի։
Միացյալ Նահանգները մտադիր է քրեական հետապնդում հարուցել ռուսական մարիներանավի անձնակազմի նկատմամբ, հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Ամերիկյան կողմը պնդում է, որ լցանավը ապօրինաբար տեղափոխել է վենեսուելական նավթ, խախտելով պատժամիջոցները։ Այսօր Բաքվից նավթամթերքի երկրորդ խմբականակն է ուղարկվելու Հայաստան։ Ըստ Ադրբեջանի հրապարակած տեղեկության նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան զուտ առևտրային բնույթ ունի։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանից բենզինի առաջին խմբականակը Հայաստան ներկրվել է անցած տարվա դեկտեմբերի 19-ին։ Ներկրումն իրականացրել են երկու ընկերություն՝ Մեգաթրեյդը, որը շահագործում է Ռանոյի բենզալցակայանների ցանցը, եւ Շիշա Ուոլդը։ Թրիփ նախագծի իրականացման, նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր են քննարկվել Հայաստանում։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանից մեկնելուց առաջ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել են թրիփ նախագծի իրականացման, նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս Հայաստան-ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։ Իսկ հունվարի 1-ից գործող պարտադիր առողջապահական ապահովագրությունը ոչ թե թեթևացրել է քաղաքացիների հոգսը, այլ բերել է անորոշություն եւ առաջացրել է բազմաթիվ հարցեր։ Այստեղ հետաքրքիր է, որ վարչապետը նախապես նշում էր, որ ապահովագրության ներդրումից հետո դեպի բժշկական հաստատություններ գրոհ է սկսվելու, սակայն իրականությունը այլ է։ Օրինակ 65-ից բարձր քաղաքացին դիմում է պոլիկլինիկա, բայց չի հասկանում, հետազոտությունը անվճար է, թե պետք է վճարի սեփական գրպանից։ Բժիշկներն էլ հաճախ չեն կարողանում հստակ պատասխանել։ Նոր կարգավորումները նույնիսկ բուժհաստատություններ չեն հասել։ Ինչպես է աշխատում պարտադիր ապահովագրությունը գործարկման առաջին օրերին եւ ինչ խնդիրների են բախվում համակարգի շահառուներն ու բժիշկները, ռեպորտաժում։ Առողջության պարտադիր ապահովագրությունը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել։ Այս տարի համակարգի շահառու են անչափահասները եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիները։ 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները պարտադիր ապահովագրության համար պետք է վճարեն սեփական միջոցներով։ Պետական հոգացությամբ ապահովագրվելու են նաեւ մի շարք սոցիալական խմբերի ներկայացուցիչներ։ Առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող եւ ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող քաղաքացիները նույնպես մտնում են այս փուլում։ Ես խոսում եմ այս փուլի մասին, հա, հիմա 2026 թվականի մասին։ Նրան ներառվում է նաեւ այս խմբերի մեջ մտնում է նաեւ ընտանեկան նպաստի 28 եւ ավելի բալ ունեցողները։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հունվարի 5-ի դրությամբ համակարգում գրանցվել է 2285 այց։ Եթե չգիտեմ ինչ թիվ եք ասում, բայց նախարարը նշում է, որ այդքան այց գրանցվել է, շատ ուրախ եմ։ Դա հերթական անգամ փաստում է այն մտավախությունը, որ մարդիկ ուղղակի սպասում էին, որ ապահովագրություն լինի եւ անվճար կերպով դիմեն բժշկի, ինչը բերելու է անկառավարելի հերթերի գոյացմանը։ Գևորգ Գրիգորյանի խոսքով հիվանդանոցների մեծ մասը դեռ չունի հստակ կանոնակարգ, թե ինչպես պետք է աշխատի պարտադիր ապահովագրության պայմաններում։ Շատ հարցեր անպատասխան են մնում անգամ բժիշկների համար, ինչը կարող է հանգեցնել անկառավարելի հերթերի եւ լարվածության։ Դեռևս տեղեկացված չէ, թե ինչ գներով են հաշվարկվելու այդ ծառայությունները։ Ծառայությունների ցանկը կա, բայց արդյոք գները հաշվարկված են շուկայական գներով, թե կրկին շատ ցածր արժեքներով են հաշվարկված, որ կրկին բուժաշխատողը պետքա շատ աշխատի եւ շատ քիչ վարձատրվի։ Նրա գնահատմամբ պետությունը շատ կոշտ ձևով է մտնում ապահովագրական դաշտ, առաջարկելով փաթեթ, որը մասնավոր ապահովագրական ընկերությունները հաճախ ավելի մատչելի են տրամադրում։ Քաղաքացիները պարտադիր ապահովագրության փաթեթներին ծանոթանալու համար պետք է գրանցվեն Արմեդ հավելվածում։ Հարցերի դեպքում գործում է նաև Արմեդի թեժգիծը, սակայն ըստ մասնագետների զանգերի հոսքին համակարգը դեռ պատրաստ չէ։ Արմեդ համակարգը ինքը ինչ որ ընկերություն է եւ այդ ընկերությունը ունի սահմանափակ ռեսուրս, ուստի ունի սահմանափակ օպերատորներ։ Չեն կարող այդ օպերատորները 24/7 ռեժիմով անընդհատ խոսել։ Այսինքն կամ պետք է օպերատորների քանակը շատանա, կամ պիտի գծերը ավելանան զանգերի։
Առողջություն եւ իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի խոսքով առաջարկվող ծառայությունների մեծ մասը գրեթե նույնն է, ինչ նախկինում պետպատվերի շրջանակում։ Պարզապես ներկայացման ձևն է փոխվել։ Ամբողջ խնդիրը նա է, որ ուղղակի քաղաքացիների ներգրավվածությունը ավելանելու է, օրինակ 65 պլյուսը դա նոր շահառուների խումբ է, եթե պետպատվերի հետ ենք համեմատում, եւ այստեղ առողջապահական կարիքները բավականին բարձր են։ Իսկ ինչ է կատարվում բժշկական հաստատություններում եւ ինչպես են բժիշկներն ուղեգիր տրամադրում քաղաքացիներին։ Ուղեգրերի տրամադրումը նոր պահանջների բացատրությունը եւ համակարգի կիրառումը հիմնականում մնում են բժիշկների ուսերին։ Նրանք ստիպված են ինքնուրույն ուսումնասիրել օրենքը եւ զանգահարել նախարարություն պարզաբանումներ ստանալու համար, սակայն պատասխանները հաճախ ուշանում են կամ ընդհանրապես չեն լինում։ Այսօր հենց առաջին իսկ աշխատանքային օրով ես ունեցել եմ պացիենտ, ով որ եկել էր, ով որ բոլոր կրիտերիաներով բավարարում էր ապահովագրական բուժօգնություն ստանալուն, բայց քանի որ ես որպես բժիշկ տեղեկացված չեմ, թե ինչ թղթաբանություն պետք է լինի, ինչ պետք է անենք, որպեսզի այդ մարդը ապահովագրության շրջանակներում ստանա բուժօգնություն, ասել եմ հաջորդ շաբաթ եկեք, մինչև ես կարողանամ հասկանալ։ Ոլորտի փորձագետները համոզված են, պարտադիր ապահովագրությունը պետք է իրականացվեր տենդերային սկզբունքով, մասնավոր ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ։ Դա կզարգացներ պետություն մասնավոր համագործակցությունը, կմեծացներ մրցակցությունը եւ ի վերջո կբարձրացներ բուժօգնության որակը։ Այս փուլում ըստ մասնագետների համակարգը թերի է, ոլորտը անպատրաստ։ Առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ առողջապահական համակարգում փոփոխություններ են արվում, կրթության ոլորտում նույնպես ուշադրության կարիք կա։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տարվա ամփոփիչ ասուլիսը անցկացրել է Աբովյանի համար 2 հիմնական դպրոցում, որտեղ և նշել է, որ մեր դպրոցները պաշտպանելու կարիք կա, քանի որ թմրանյութերը դարձել են մեր հասարակության մաս։ Մենք այս ուսումնական տարին հայտարարել ենք անվտանգ եւ ապահով կրթության տարի, նպատակ ունենալով նաեւ բարձրացնել մեր երեխաների իրազեկվածությունը եւ մեր ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերից։ Դա միջգերատեսչական աշխատանք է, այստեղ մենք շատ ակտիվ աշխատում ենք ներքին գործերի նախարարության եւ մյուս գործընկերների հետ։ Եվ պետք է ասեմ, որ բարբերաբար երևի դուք էլ տեսնում եք հաղորդագրություններ թմրանյութերի ինչ-որ խմբաքանակներ գտնելու, դրանք հայտնաբերելու, տարբեր հանցագործ խմբեր վնասազերծելու մասով։ Մենք ինչ կարող եմ ասել, մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ժամը 15-ին։